Հարգելի գործընկերներ, ես Ունի Եղազարյանն եմ, Հայկական ակնաբուծության նախագծի տնօրենը, սիրով ողջունում ենք մենք բոլորս ձեզ եւ ներկայացնում Հայկական ակնաբուծության նախագիծ բարեգործական հիմնադրամի Նոլանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ Երևանի Պետական Բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի կազմակերպած ASP Grand Round-ները, նեղ մասնագիտական քննարկումների շուրջ։ Սա արդեն մեր երկրորդ թե երրորդ հանդիպումն է, մենք իրապես շատ ուրախ ենք ձեզ ներկայացնել այս Grand Round-ները, որտեղ իրենք նպատակ ունեն եւ լուրջ արդյունքներ են տալիս։ Այսօր մեր թեման է մանկական ակնաբուժությունը եւ ես սիրով ներկայացնում եմ այսօրվա հյուրին, ով կվարի մեր քննարկումը, իսկ ինքը հետո նաև կներկայացնի մեր կլինիկական օրդինատորներին։ Այսօր այստեղ է Ռոզաննա Հարությունյանը, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական ակնաբուժության բաժանմունքի ղեկավար եւ Հայկական ակնաբուժության նախագծի կրթաթոշակառու եւ մանկական ծրագրերի ղեկավար։ Ամերիկյան կողմից մեզ հետ այստեղ կլինի Ստեֆան Պրեպասը, որը UCI Health հաստատության ակնաբույժ է, Ամերիկայի ակնաբուժների ակադեմիայի անդամ է եւ մանկական ակնաբուժության եւ ստրաբոլոգիայի ամերիկյան ասոցիացիայի անդամ։ Մինչ խոսքը շատ հաճույքով ձեզ փոխանցել եմ, ուզում եմ ասել, որ մեր հարգելի բժիշկը նաև ձեզ կներկայացնի այն նախատեսը, որով մենք սկսենք այսօրվա մեր քննարկումը եւ որից հետո արդեն կանցնենք բուն քննարկմանը։ Խնդրեմ, Ռոզաննա, շատ հաճելի է, որ դուք այստեղ եք ձեր սաների հետ միասին։ Շնորհակալություն ներկայացնելու համար։ Նախ ողջույններս իմ հարգարժան գոլեգային Դոկտոր Ստեֆանին եւ հուսամ այսօրվա իրենց մոտ առավոտը մեր մոտ երեկոն շատ լավ կանցնի իր հետաքրքիր մեր կողմից ներկայացվող նյութերով։ Առաջին հերթին ուզում եմ ասեմ այն երկու նյութերը, որոնք փորձում ենք ներկայացնել այսօր, կարծում եմ կհետաքրքրի բոլոր ակնաբուժներից, որոնք վերաբերվում են ակնաբուժության շատ հիմնարար սկզբունքներին եւ այն հասկացություններին, որոնց հետ առնչվում է յուրաքանչյուր ակնաբուժ։ Առաջին հերթին իհարկե մանկական ակնաբուժը եւ ի վերջ ինչու՞ չէ նաեւ մեծահասակների ակնաբուժը։ Դրանցով պայմանավորվում է այն հիմնական ֆունկցիաների մասին խոսակցությունը, որը կոչվում է առաջին հերթին բինոկուլյար տեսողություն եւ երկրորդը ամբլիոպիա, դրանք այն բազային անհրաժեշտ գիտելիքների ամենօրյա թարմացման անհրաժեշտությունն է, որը կարևոր է բոլոր ակնաբուժներից համար։ Այդ իսկ պատճառով այսօր հարկ համարեցինք իմ երիտասարդ գոլեգաների հետ ձեզ ներկայացնել այդ նյութերը եւ մինչ այդ ներկայացնելը կխնդրեմ այստեղ մի քանի հարցեր են տրված, որոնք բոլոր մասնակիցների պատասխանը շատ անհրաժեշտ է եւ ցանկալի կլիներ եւ վերջում կամփոփենք նաեւ նյութը ներկայացնելուց հետո կամփոփենք նաեւ այդ հարցերի պատասխանը մինչ եւ հետո եւ իհարկե կունենաք այստեղ ապահովում է կրեդիտավորումը եւ այլն, իսկ մեր նպատակն է փոխանցել, թարմացնել այն գիտելիքների բազան, պակասը, որը կարող է այս կամ այն պատճառով կամ այս կամ այն չափով մոռացված կամ ոչ թարմացված լինել իմ հարգարժան գոլեգաների կողմից։ Առաջին հարցը, որը կարող է տրվել, որտեղ է կատարվում ֆուզիան։ Երկրորդը, որ տարիքում է ավարտվում տեսողական նյարդաթելերի միելինիզացիան։ Երրորդ, նշի շլության տեսակը, շեղման անկյունը փոփոխական է, կախված է հայացքի դիրքից, բնորոշ է դիպլոպիան, երկրորդային անկյունը ավելի մեծ է։ Սա մեկ բաժին է, որը կներկայացնի առաջին օրդինատորը։ Երկրորդը, ինչու է ուղեղանտեսում կամ ճնշում ամբլիոպիկ աչքից ստացվող ազդակները մրցակցային գործընթացի ժամանակ։ Երկրորդը, ամբլիոպիայի ժամանակ ինչ փոփոխություններ են տեղի ունենում գլխուղեղում։
Խնդրեմ, ընդունեք այս հարցերը, փորձեք պատասխանել, մեծ հաճիկով կկիսվենք նաև հանդիպման վերջում։ Իսկ հիմա հարգարժան դոկտոր Ստեֆանի ներկայացնում եմ ձեզ իմ երիտասարդ գոլեգայի առաջին նյութը, որը վերաբերվում է մի կարևոր հասկացության ակնաբուժության մեջ, որը կոչվում է ամբլիոպիա։ Խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին, ես Լինա Գիշյանն եմ, Սերգեյ Մալանի անվան ակնաբուժության կլինիկական օրդինատոր, կներկայացնեմ ամբլիոպիան, երեխաների մոտ բուժման ժամանակակից մեթոդները։ Ամբլիոպիան տեսողության սրության նվազումն է, որը տեղի է ունենում տեսողական զարգացման տարիներին, ոչ նորմալ տեսողական խթանման կամ ոչ նորմալ բինոկուլյար փոխազդեցության հետևանքով։ Այն սովորաբար միակողմանի է, բայց կարող է լինել նաև երկկողմանի։ Ամբլիոպիայի առաջացման պատճառներն են ռեֆրակցիոն, շուլությամբ պայմանավորված և դեպրիվացիոն։ Ռեֆրակցիոն պատճառներն են հիպերմետրոպիան, ասtigmatism-ը, միոպիան, ինչպես նաև երկու աչքերի միջև ռեֆրակցիոն շեղումների տարբերությունը, որը գերազանցում է 1 դիոպտրիան։ Նշեմ, որ հիպերմետրոպների մոտ առավել հաճախ է առաջանում ամբլիոպիա։ Հաջորդ պատճառը շլությամբ պայմանավորված։ Մանկական տարիքում ուղեղը ճնշում է շլող աչքին, խուսափելու համար երկտեսությունից և այսպիսով խաթարվում է այդ աչքում տեսողության նորմալ զարգացումը։ Դեպրիվացիոն պատճառ։ Բոլոր այն պաթոլոգիաները, որոնք մասնակի կամ ամբողջական արգելափակում են տեսողական ուղին, կարող են առաջացնել ամբլիոպիա։ Օրինակ, կոպի այն պաթոլոգիաները, որոնք առաջացնում են կոպի կայուն իջեցում, եղջերաթաղանթի պղտորումները, ապակենման մամլի պղտորումները, ոսպնյակի պղտորումները, ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի ախտահարումները, նորագոյացությունները, ինչպես նաև տեսողական նյարդի վնասումները։ Ամբլիոպիան ըստ ծանրության դասակարգվում է թեթև աստիճանի, երբ տեսողության սրությունը մինչև 20-40-ի է, միջին աստիճանի, երբ տեսողության սրությունը 20-40-ից 20-80-ի է, ծանր աստիճան, երբ տեսողության սրությունը 20-100-ից 2400-ի է, և խոր ամբլիոպիա, երբ տեսողության սրությունը ցածր է 20-400-ից։ Ամբլիոպիայի ախտորոշման հիմնական մեթոդներն են անամնեզը, տեսողության սրության ստուգումը, ռեֆրակցիայի որոշումը, արտաքին զննումը, աչքի դիրքը և մկանների աշխատանքը, ստերոպտիկ տեստերը, աֆերենտ բբային դեֆեկտի առկայությունը և բացակայությունը, առաջնային հատվածի զննումը և ակնահատակի զննումը։ Խոսենք, ինչ փոփոխություններ են տեղի ունենում ուղեղում ամբլիոպիայի ժամանակ։ Մրցակցային պրոցես, նեյրոնային ընտրողականություն, կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ և աչքի դոմինանտության սենյակների չափերի փոփոխություններ։ Մրցակցային գործընթաց։ Տեսողական զարգացման շրջանում մոնոկուլյար արգելքների դեպքում երկու աչքերի նյարդային ցանցերի միջև առաջանում է մրցակցային գործընթաց, և երբ մեկ աչքի ազդակները թույլ են, այդ աչքի նյարդային ցանցերը չեն կարողանում մրցակցել մյուս աչքի նյարդային ցանցերի հետ, և այսպիսով ուղեղը ճնշում է թույլ աչքից եկող ազդակները և գերիշխող դիրք է գրավում առողջ աչքը։ Ինչպես է ուղեղը ընտրում ուժեղ աչքին, կախված սինապտիկ պլաստիկությունից, նեյրոնային ակտիվությունից և նեյրոնային ցանցերի ուսուցումից։ Սինապտիկ պլաստիկություն։ Կախված նեյրոնների ակտիվությունից սինապսները կարող են փոփոխվել և հարմարվել, և այսպիսով ամբլիոպիայի դեպքում ամբլիոպիկ աչքի սինապսները թուլանում կամ անհետանում են, իսկ առողջ աչքի սինապսները ուժեղանում են։ Ակտիվությունից կախվածություն։ Նեյրոնների ակտիվ աշխատանքի արդյունքում կապերը ամրանում են ուղեղում, և այսպիսով թույլ ազդակների պատճառով այդ աչքում, ամբլիոպիկ աչքում կապերը չեն կարողանում ամրանալ ուղեղում։ Եվ նեյրոնային ցանցի ուսուցում, մենք գիտենք, որ ուղեղը շարունակաբար մշակում է տեղեկատվություն, ստեղծելով և ամրացնելով կապեր, և այս պրոցեսը ամբլիոպիայի դեպքում խաթարվում է։ Կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ են տեղի ունենում նաև առաջնային տեսողական կեղևում և կողմնային ծնկաձև կորիզում։ Տեղի է ունենում կապերի ատրոֆիա, խաչաձև կապերի կորուստ և լատերալիզացիայի կորուստ։ Կապերի ատրոֆիան նյարդային բջիջների փոքրացումն է, որը տեղի է ունենում հատկապես այն շերտերում, որոնք որ տեղեկատվություն են ստանում թույլ աչքից։ Խաչաձև կապերի կորուստ։ Մենք գիտենք, որ կապերը ոչ միայն ուղղակիորեն են փոխանցվում առաջնային տեսողական կեղևին, այլ նաև խաչաձև և ճյուղավորումներով, և այսպիսով ամբլիոպիայի դեպքում այս կապերը թուլանում են, և այսպիսով խաթարվում է տեղեկատվության համալիր վերլուծությունը։
Եվ կողմնայնության կորուստ ուղեղը կորցնում է ինչ է նշանակում կողմնայնության կորուստ ուղեղի բջիջները կորցնում են ունակությունը, տեղեկատվությունը մշակելու, որը գալիս է երկու առանձին աչքերից։ Եվ այսպիսով խաթարվում է ստերեոպսիսը եւ երկու աչքերի միջև համագործակցությունը։ Հետաքրքիր ուսումնասիրություն է կատարվել ամբլիոպիա երեխաների մոտ, MRI եւ OCT հետազոտություններ եւ բացահայտվել են փոփոխություններ գորշնյութի եւ սպիտակ նյութի, ինչպես նաեւ ցիլիար մկանների հաստության փոփոխություններ, անոթաթաղանթի հաստության փոփոխություններ, ցանցաթաղանթի նյարդային թելերի հաստության տատանումներ, մակուլայի հաստության փոփոխություններ եւ այլ կառուցվածքային փոփոխություններ։ Ինչպես նշեցի, դոմինանտության սյունյակների չափերի փոփոխություն է տեղի ունենում։ Դոմինանտության սյունյակները գտնվում են տեսողական կեղևում եւ իրենցից ներկայացնում են նեյրոնային բջիջների գծային խմբեր, որոնք որոշում են արձագանքել կամ աջ կամ ձախ աչքից եկող ազդակներին։ Հետաքրքիր ուսումնասիրություն է կատարվել մակակակապիկների մոտ, անմիջապես ծնվելուց հետո կարվել է մեկ աչքը եւ 2 ամիս հետո ուսումնասիրվել եւ բացահայտվել է, որ այդ աչքում դոմինանտության սյունյակների չափերը փոփոխվել են, իսկ հակառակ աչքում ընդարձակվել են։ Եվ հետագայում կրիտիկական շրջանում, երբ բացվել է այդ աչքը եւ փակվել է առողջ աչքը, նկատվել է դոմինանտության սյունյակների չափերի նորմալ չափեր։ Եվ երբ որ բաց էր թողնվել կրիտիկական շրջանը, դոմինանտության սյունյակները չէին եկել նախկին չափերի։ Ինչպես հասկացանք, ինչպես գիտեինք, կրիտիկական շրջանը շատ կարևոր է բուժման համար եւ այդ շրջանն է մինչեւ 7-ից 8 տարեկան։ Բուժման համար ունենք 3 կարևոր քայլեր։ Առաջինը բուժենք ամբլիոպիայի հիմքում ընկած պատճառը, երկրորդը շտկենք ռեֆրակցիոն զգալի սխալները եւ երրորդը խթանենք ամբլիոպիկ աչքը։ Ինչպես գիտենք, առաջին մոտեցումը օպտիկական շտկումն է եւ այս մեթոդը որոշ դեպքերում նշեմ, որ այս մեթոդը կարող է ամբողջովին բավարարել բուժման մոտեցման համար, հատկապես անիզոմետրոպիայի դեպքում։ Այս մեթոդի թերությունը երեխաների համագործակցությունն է եւ այն ոչ բոլոր դեպքերում է կիրառելի, օրինակ դեպրիվացիոն եւ շլության դեպքերում։ Հաջորդ մեթոդը փակման մեթոդը օկլյուզիոն թերապիան, երբ փակում ենք առողջ աչքը եւ այդպիսով խթանում ենք ամբլիոպիկ աչքի աշխատանքը, ոսկե ստանդարտ է համարվում եւ նշեմ, որ շլություն ունեցող երեխաների համար օպտիկական շտկումը եւ փակման մեթոդը միասին ունեն բավականին լավ արդյունք։ Թերությունը եւս երեխայի համագործակցությունն է այս դեպքում, մաշկի գրգռումը, հիպոպիգմենտացիան եւ այս պարագայում ունենք ռիսկ հակադարձ ամբլիոպիայի առաջացման, ինչը շրջելի է, պետք է դադարեցնել բուժումը եւ տալ համապատասխան ռեֆրակցիոն շտկում։ Այս մեթոդի հետ կապված ուսումնասիրություն է կատարվել եւ պարզ է դարձել, որ թեթև եւ միջին աստիճանի ամբլիոպիայի դեպքում բավական է փակել 2 ժամ, իսկ ծանրի դեպքում 6 ժամ, որովհետեւ ավել ժամ փակելը գրանցել է նույն արդյունավետությունը։ Հաջորդ մեթոդը կաթիլների մեթոդն է, առաջին ընտրության բնականաբար ատրոպինը, այն չի զիջում փակման մեթոդին, պարզապես փակման մեթոդը առավել արագ է արդյունք գրանցում, բայց երկարատև ուսումնասիրությունների արդյունքում արդյունքը նույնն է։ Թերությունը կողմնակի էֆեկտներն են լուսազգացողության բարձրացումը, բերանի չորությունը, սրտի արագ աշխատանքը, ինչպես նաև այս պարագայում եւս ունենք ռիսկ հակադարձ ամբլիոպիայի զարգացման եւ այս պարագայում առավել շատ։ Թերություններից մեկն էլ այն է, որ միոպիայի դեպքում արդյունավետ չէ, առավել արդյունավետ է հիպերմետրոպների մոտ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանգստյան օրերին կաթեցնելը բավական է եւ շաբաթվա բոլոր օրերին կաթացնելու կարիք չկա, արդյունքը նույնն է։ Վերջին տարիներին շատ է խոսվում բինոկուլյար թերապիայի մասին եւ ունենք FDA-ով հաստատված 2 խաղեր՝ Luminopia One-ը եւ ClearSight-ը, եւ այս մեթոդը շատ հետաքրքիր եւ հաճելի է երեխաներին եւ այդպիսով ունի բարձր արդյունավետություն։ Թերությունը այն է, որ ոչ բոլոր երկրներում է ցավոք հասանելի եւ ոչ բոլոր դեպքերում կարող են կիրառել։
Լումինոպիա 1-ը թվային թերապիա է, երբ երեխան գտնվում է տանը, կրում է VR ակնոցներ, դիտում է տեսանյութ, որը ունի հատուկ կոնտրաստայնություն առողջ աչքի համար։ FDA-ը հաստատել է 4-ից 12 տարեկան երեխաների համար այս խաղի բուժման տևողությունը օրը 90 րոպե եւ շաբաթական 5 օր է։ Հաջորդ խաղը Curesight-ը եւս թվային թերապիա է, իրականացվում է տանը, անհրաժեշտ են կապույտ եւ կարմիր ֆիլտրով ակնոցներ եւ սարք։ Այս սարքը իրական ժամանակում հետևում է երեխայի աչքերի դիրքին, հայացքին եւ որոշում է ամբլիոպիկ աչքին եւ ուժեղ աչքին եւ այսպիսով այս պարագայում եւս կոնտրաստայնության տարբերությունն է հիմքում ընկած, բուժման տևողությունը նույնն է։ Այսպիսով ժամանակի նախտորոշման եւ ճիշտ բուժման մեթոդ ընտրելով մենք կարող ենք ապահովել երեխաներին լավագույն տեսողության սրությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն։ Իհարկե շատ հետաքրքիր նյութ էր, այդ նյութը ունի բավականին դեռ մի փոքր ավելի ուսումնասիրման կարիք։ Այստեղ մի փոքր կուզենայի կիսվել մեր հարգարժան գոլեգայի հետ, դոկտոր Ստեֆանի հետ, ինչ առումով որպես տարիների փորձ ունեցող պրակտիկ ակնաբուժ, այստեղ իհարկե խոսում ենք կենտրոնական նյարդային համակարգում փոփոխությունների մասին, մրցակցային գործընթաց, նեյրոնային ցանցի ուսումնասիրություն է գնում կամ գորշ նյութի կամ սպիտակ նյութի ախտահարման մասին են խոսում կամ ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի հաստության մասին։ Այս ամբողջի ինտերպրետացիան նրա համար է, որ մենք խոսում ենք մի հասկացության մասին, որը կոչվում է ամբլիոպիա ի վերջո, որը մեր բոլոր ակնաբուժներիս ահագնացող մեզ համար դիագնոզ է եւ չենք կուզենա, որ այդ փոփոխությունները զարգանան ավելի խորը եւ լինեն անվերադարձելի, որովհետեւ գաղտնիք չէ եւ անգրականության մեջ նշված է, որ եթե ուղեղը սովորում է մեկի հետ աշխատել, ուժեղ աչքի հետ, այլևս թույլ աչքը կարող է քնել եւ կարող է քնել անվերադարձ։ Դա հենց հետծննդյան առաջին ամիսներից դա մեր աշխատանքի սկզբունքի մեջ է մտնում եւ անպայման ուզում ենք պայքարում ենք ամբլիոպիան չխորանալու դեմ։ Եվ դա կապված է դեպրիվացիոն ամբլիոպիա լինի, օբսկուրացիոն ամբլիոպիա լինի, շլության հետ կապված ամբլիոպիա լինի, թե ռեֆրակցիոն ամբլիոպիա է։ Նպատակը մեկն է դուրս բերել երեխային, քանի դեռ կենտրոնական նյարդային համակարգը չի սովորել աշխատել մեկ աչքի հետ։ Հիմա խնդրում եմ դոկտոր Ստեֆան, շատ հաճելի կլինի կիսվել ձեզ հետ ձեր խորհուրդը եւ ձեր գիտելիքների փորձը, փոխանցեք մեկ դուք ինչ կասեք այս նյութի շուրջ։ Առաջին հերթին ուզում եմ ասել, որ զեկույցը գերազանց էր եւ նույնիսկ մեզ արտինատրեն կարող ենք ցույց տալ, սա շատ པարզ է, շատ ամբողջական էր, պարզապես հոյակապ էր։ Ես շատ գոհ էի թեմայից։ Միակ բանը, որ կուզեի նշել, դա այն է, որ ամբլիոպիան դեպրիվացիայից դա իրականում շատ մի ուրիշ խնդիր է, քան այն ամբլիոպիան, որ մենք տեսնում ենք ստրաբիզմից կամ ռեֆրակցիայից։ Եթե դուք շտկում եք ամբլիոպիան 6-7 տարեկանում, որը որ ձեր պատուհանի սահմանն է կամ ռեֆրակտիվ ամբլիոպիայի համար, դուք ունենում եք բավական լավ արդյունքներ, բայց դեպրիվացիոն ամբլիոպիան շատ ավելի ուրգենտ իրավիճակ է եւ դեպրիվացիան, եթե ամբողջական է, օրինակ ինչպես որ պատկերացույց տվեցիք երեխան, ով ունի մոնոկուլյար կատարակտ, դուք պետք է անմիջապես դա հաշվի առնեք։ Եթե դուք ունեք մոնոկուլյար կատարակտ, որը որ չեք կարողանում հայտնաբերել 3 ամսական տարիքից, այդ դեպքում կլինեն արդեն սենսոր նիստակում, որը որ նշան է իմ համար, որ ամբլիոպիան արդեն անվերադարձ է։ Եվ ամբլիոպիան եւ ամբողջական դեպրիվացիան դա պետք է շտկել շատ ուրգենտ կարգով։ Ի տարբերություն ստրաբիզմի եւ ռեֆրակտիվ ամբլիոպիայի, որը որ շատ ավելի երկար պատուհան ունի հնարավորություններ օգտագործելու։ Սա մի փոքր ուրիշ է, ես կասեմ, քան ամբլիոպիան սուպրեսիայի պատճառով, դա ամբլիոպիա է, որ ինչպես դուք ասացիք, դա դեպրիվացիայից է։ Դա երևի թե միակ բանն էր, որ ես կուզեի ավելացնել ձեր գերազանց զեկույցին։ Այո, ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ եւ արդեն վիրաբույժներիս համար մանկական դա պարզ է, որ երեխայի ծնվելուց ինչքան հնարավոր է անմիջապես հետո, եթե կա կատարակտա եւ եթե կա
իր օպտիկական միջավայրերում խնդիր, որը բերում է դեպրիվացիոն ամբլիոպիայի, պետք է արագ վերացնենք, որպեսզի չզարգանա դեպրիվացիոն ամբլիոպիա։ Ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ, որովհետև արդեն 1-2 տարի անց, երբ որ արդեն խորը նիստակում է զարգանում մոնոկուլյար, դա խոսում է, որ անվերադարձ ամբլիոպիայի հավանականությունը մեծ է, որ մեզ չհաջողվի զարգացնել այլևս տեսողությունը երեխայի աչքում, չնայած որ գեղեցիկ կատարել է վիրահատությունը, տեղադրված է ոսպնյակը, բայց այլևս նա ուղեղը այդ քնած է եւ չի ընկալում այն ինֆորմացիան այդ աչքից, որը պետք է ընկալեր շատ ավելի շուտ։ Շնորհակալ եմ իհարկե, ուրիշ բան ունեք ավելացնելու, թե անցնենք հաջորդ նյութին։ Just to take a little moment up. Ես հետաքրքրված եմ բինոկոլյար բուժումների վրա, օրինակ լյումինոպիայով եմ հետաքրքրված կան դրանք առաջարկում են կազմակերպությունները, որոնք որ ստեղծվում են սարքերի, իհարկե կարող է որ շահերի բախում լինի այդ առումով, թե ինչպիսին է մոտիվացիան, բայց այն հիմնված է մեկ այլ տեսության վրա, պատչինգից տարբերվում է, որովհետև պատչինգը դա մոնոկուլյար բուժում է ամբլիոպիայի համար, բինոկուլյար բուժման կոնցեպտը ասում է, որ դա ճանաչում է, որ ամբլիոպիան դա սուպրեսիան է բինոկուլյարության եւ նա օգտագործում է մնացող բինոկուլյար տեսողությունը, որպեսզի վերադարձնի ամբլիոպիան եւ դուք ունեք շատ ավելի լավ compliance երեխաների մոտ, բայց նաև մեկ այլ տեսության վրա է աշխատում, դա ամբլիոպիայի պատճառի վրա է աշխատում, դա պարզապես մոնոկուլյար բուժում չէ եւ դրա պատճառով եղել են որոշ դեպքեր, որը նշել են, որ ստրաբիզմով ամբլիոպիան հնարավոր է եղել վերադարձնել, նույնիսկ ավելի մեծ տարիքում։ Ես մի փոքր կասկածներ ունեմ ինքս, որովհետև ինքս դա չեմ տեսել, բայց եղել են քննարկումներ եւ արդյոք եւ շատ հնարավոր է, որ այս բինոկուլյար բուժումը բավականին լավ է, կարող է պատոհանը մեծացնել։ Այո, շնորհակալություն։ Եվ ձեր թույլտվությամբ, եթե համաձայն եք, անցնենք հաջորդ թեմային, որը կներկայացնի մեր մյուս գոլեգան, որը վերաբերվում է երկաչյա տեսողությանը, նրա բիոմեխանիզմի եւ նեյրոֆիզիոլոգիային, ինչ է կատարվում կենտրոնական նյարդային համակարգում։ Yes, I look forward. Այո, սիրով կլսեմ։ Բարև ձեզ։ Ես Հովանյան Մարինեն եմ, կներկայացնեմ բինոկուլյար տեսողությունը եւ դրա կարեւորությունը մանկական պրակտիկայում։ Ինչպես գիտենք, բինոկուլյար տեսողության հիմքում ընկած է ֆուզիայի երևույթը եւ տարբերում ենք սենսոր եւ մոտոր ֆուզիաներ։ Սենսոր ֆուզիան դա երկու աչքերում առաջացած պատկերների միաձուլումն է։ Դա հնարավոր է, երբ պատկերներն առաջանում են ցանցաթաղանթի կորեսպոնդենտ կետերում եւ ձևով, չափով եւ պարզությամբ նույնն են։ Իսկ մոտոր ֆուզիան դա աչքերի շարժումներով պայմանավորված այն ունակությունն է, որը հնարավորություն է տալիս, որ կատարվի սենսոր ֆուզիան եւ պատկերները լինեն պանումի ֆուզիոն գոտում։ Պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթում, անցնում է կողմնային ծնկաձև մարմին, հետո տեսողական եղև եւ վերջապես վրին բլրակ։ Կողմնային ծնկաձև կորիզում այն կարևոր հանգույց է, այն բաժանում են երկու մասերի, դորզալ հատված, որը ստանում է պատկերային ինֆորմացիա եւ վենտրալ հատված, որը ստանում է ոչ պատկերային ինֆորմացիա։ Ցանցաթաղանթում տարբերում ենք երկու տեսակի ուղիներ, on եւ off, որոնք փոխանցվում են դեպի ծնկաձև մարմին եւ պահպանում են դեռ իրենց առանձին ընթացքը։ Հաջորդ գոտին, որտեղ փոխանցվում է տեսողական ինֆորմացիան, դա իհարկե տեսողական կեղևն է, այն բաղկացած է 6 շերտերից, հերթով քննարկենք դրանցից յուրաքանչյուրը։ Առաջինը մոլեկուլյար շերտ, որտեղ չեն գտնվում նեյրոնների մարմիններ, այստեղ միայն աքսոններ եւ դենդրիտներ են։ Այս շերտի հիմնական ֆունկցիան մոդուլիզացիան է, այսինքն ազդակների ուժեղացումը կամ թուլացումը։ Երկրորդ շերտը, որտեղ գտնվում են փոքր աստղաձև եւ պիրամիդաձև բջիջներ, սրանք ապահովում են նույն կիսագնդի երկու հարևան հատվածների միջև կապը։ Երրորդ շերտը, որը խիստ կարևոր է, այստեղ են գտնվում մեծ պիրամիդաձև բջիջները եւ այդ շերտում էլ հենց տեղի է ունենում ֆուզիայի երևույթը, պայմանավորված բինոկուլյար բջիջներով, որոնք ինֆորմացիա են ստանում երկու աչքերից զուգահեռաբար։ Չորրորդ շերտը, որը հիմնական շերտն է, քանի որ տեսողական ինֆորմացիան կողմնային ծնկաձև մարմինից գալիս է հենց չորրորդ շերտ,
Այստեղ եւս ունենք ենթաբաժիններ եւ սրանցից յուրաքանչյուրը ինֆորմացիան ստանում է ցանցաթաղանթի իրեն համապատասխան հատվածից։ 5-րդ շերտը, այստեղ գտնվում են մեծ պիրամիդաձև բջիջները, այստեղից ազդակները տեղափոխվում են վերին բլրակ եւ մասնակցում աչքերի տեսողական ռեֆլեքսների կառավարմանը։ Իսկ 6-րդ շերտը ունի ավելի կարգավորող եւ համախմբող դեր։ Եվ վերջին հանգույցը վերին բլրակը, սա միջին ուղեղի հատված է, որի հիմնական ֆունկցիան աչքերի շարժումներն են եւ ռեֆլեքսային շարժումները եւ այստեղ հենց մեր ցանցաթաղանթից առաջացած on եւ off ուղիները միավորվում են, քանի որ այստեղ յուրաքանչյուր բջիջ մոտ 5-ից 6 ցանցաթաղանթի բջիջ է ինֆորմացիա ստանում։ Ամբողջ ցանցաթաղանթը քարտեզագրվում է վերին բլրակի առաջին մակերեսային շերտում։ Այս կենտրոնի հիմնական 5 ֆունկցիաներն են ռեֆլեքսների կառավարումը, սակաձիգ շարժումները, ակնագնդերի, տեսողության սրության եւ կենտրոնացման կարգավորումը եւ քանի որ այստեղ բացի տեսողական կենտրոնից գտնվում են նաեւ այլ զգայարանների կենտրոններ, ունի սենսոր ինտեգրացման ֆունկցիա։ Այս սլայդում փորձել եմ նկարագրել, թե զարգացման ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունենում նյարդային համակարգում, գլյուտամատային եւ GABA-երգիկ ընկալիչների կոմպոնենտ հանդիսացող սպիտակուցներում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք բերում են պլաստիկության նվազման եւ կինետիկության բարձրացման։ Եվ այս զարգացումը տեղի է ունենում 5 փուլերով։ Առաջին փուլը վաղ շրջանն է, որ այս ընթացքում ձևավորվում է տեսողության սրությունը եւ երկաչյա տեսողությունը։ Վաղ մանկական շրջան 1-ից 4 տարեկան, այստեղ ձևավորվում է արդեն շարժումների եւ կոնտրաստի ընկալումը։ Այս փուլում ամենաշատ վտանգը եւ ռիսկը կա ամբլիոպիայի զարգացման, սակայն բուժման համար նրանք եւս ավելի արդյունավետ են։ Երրորդ փուլը դպրոցական շրջան 5-ից 11 տարեկաններ, այստեղ պլաստիկությունը հասնում է իր առավելագույնին եւ սկսվում է սինապսների կայունացման շրջանը։ Չորրորդ փուլը դեռահասությունից մինչև հասուն տարիք, այստեղ ընթանում եւ ավարտվում է միելինիզացիայի շրջանը մինչև 30 տարեկան եւ սկսվում է արդեն միջնորդանյութերի ֆունկցիայի փոփոխումը գրգռիչից դեպի արգելակիչի։ Եվ 5-րդ փուլը արդեն 55 տարեկան եւ բարձր, այստեղ արդեն ունենում ենք պլաստիկության, տեսողության սրության եւ ֆունկցիայի գնալով նվազում, գաղված տերությամբ եւ ուղեկցող հիվանդություններով։ Այստեղ կարճ անդրադարձ եմ կատարել շլությանը եւ դրա դասակարգմանը կախված առաջացման մեխանիզմից։ Ծայրամասային ունենք պարալիտիկ եւ ոչ պարալիտիկ։ Պարալիտիկին բնորոշ է ակնաշարժ մկաններից մեկի կամ մի քանիսի պարալիզը։ Այս դեպքում բնորոշ է, որ շեղման անկյունը կախված է հայացքի դիրքից եւ բնորոշ է երկտեսությունը, ի տարբերություն ոչ պարալիտիկի, որի դեպքում տեսողության շեղման անկյունը հաստատուն է եւ բնորոշ չէ երկտեսությունը, քանի որ զարգանում է ամբլիոպիա կամ սուպրեսիա։ Երրորդ տեսակը դա բնածին շլությունն է, որի դեպքում զարգանում է զարգացման կամ աննորմալ զարգացման կամ թեր զարգացման հետևանքով մկանների եւ նյարդավորման եւ վերջապես կենտրոնական ծագման շլություն, որի դեպքում ունենում են կենտրոնական նյարդային համակարգում արդեն խանգարումներ, սրանք մեկուսացված հանդես չեն գալիս, սրանք ուղեկցվում են կենտրոնական նյարդային համակարգի այլ ախտահարումների հետ։ Հիմա հասկանանք, թե վիրահատությունից հետո ինչպես կարող ենք գնահատել վիրահատություն գտնվի պացիենտի մոտ երկաչյա տեսողությունը, թե ոչ։ Սրա վրա ազդող մի քանի պարամետրեր կան, քննարկենք հերթով։ Առաջինը նախավիրահատական սենսոր ֆուզիան է, մի շարք թեստերով գնահատվում է եւ եթե պացիենտի մոտ առկա է սենսոր ֆուզիան, ուրեմն բինոկուլյար տեսողությունը վիրահատությունից հետո կվերականգնվի։
Կարևոր է, որ երկու աչքերում էլ առանձին տեսողությունը լինի ոչ պակաս, քան 0.5 որպեսզի հնարավոր լինի ֆուզիայի process-ը։ Կարևոր է նաև, թե երբ է առաջացել շլությունը, ինչ վաղեմություն ունի եւ ինչ պայմաններում է, ինչ մեխանիզմով է առաջացել։ Կարևոր է նաև պացիենտի տարիքը, իհարկե որքան բարձր է պլաստիկությունը, այնքան հնարավորությունը բարձր է, որ բինոկուլյարը կկարողանանք վերականգնել եւ կարեւոր է վիրահատությունից հետո մնացորդային անկյան չափը, այն պետք է փոքր լինի առնվազն 8 պրիզմայից, որպեսզի էլի ֆուզիան լինի հնարավոր։ Ունենք մի քանի իրավիճակներ, որոնց դեպքում բարձր է ռիսկը հետվիրահատական փուլում դիպլոպիայի զարգացման։ Առաջինը մեծահասակներն են, ովքեր մանկական տարիքից ունեցել են շլություն, երկրորդը մակուլայի հիվանդություններով պացիենտներն են եւ հետաքրքիր է գլխի տրավմայով պացիենտները, ում մոտ առաջանում է երկտեսություն, որում արկա է բացի սովորականից արկա է նաեւ պտական կոմպոնենտ, այս երկտեսությունը կոչվում է horror fusion, այս դեպքում նույնիսկ պրիզմատիկ շտկմամբ երկտեսությունը չի անցնում եւ պետք է ճիշտ գնահատել ֆուզիայի ունակությունը։ Այստեղ ներառել եմ այն հետազոտությունները, որոնք նախավիրահատական փուլում անհրաժեշտ է կատարել, սրանք իհարկե մեծ ծանոթ cover and cover test են, պրիզմայով cover test-ը, ֆուզիայի ադապտացիայի եւ ամպլիտուդի գնահատման թեստերը, որոնք հնարավորություն են տալիս գնահատել եւ շլության բնույթը եւ սենսոր ֆուզիան։ Word test-ը օգնում է կներեք մոտոր ֆուզիան եւ word test-ը օգնում է հասկանալ սենսոր ֆուզիան եւ արդյոք արկա է մարդու մոտ ցանցաթաղանթի անորմալ կորեսպոնդենցիա։ Բագոլինի թեստը կիրառվում է այն պացիենտների մոտ, ում մոտ արկա է կորեսպոնդենցիայի խանգարումը, ինչ է իրենից ներկայացնում անորմալ ռետինալ կորեսպոնդենցիան, սա շեղված աչքում, այսպես ասած, կեղծ մակուլայի զարգացումն է, երբ այդ նոր օջախը սկսվում է համագործակցված աշխատել մյուս աչքի հետ, երբ արկա է այս խնդիրը, բինոկուլյարի վերականգնումը վիրահատությունից հետո լինում է բարդ։ Սուպրեսիայի ենթարկված օջախների քարտեզագրումը կարևոր է, որպեսզի հասկանանք որ հատվածներն են սուպրեսիայի ենթարկված եւ ինչ չափի են դրանք, քանի որ դրանք եթե կենտրոնական են եւ մեծ տարածք են գրկում, ելի բինոկուլյար տեսողությունը վերականգնելը բարդ է լինում։ Եվ վերջինը դրական շարժման թեստը, սա կիրառվում է, որպեսզի ակնագնդի շարժունակությունը գնահատենք։ Այստեղ փոքրիկ հետազոտություն եմ ներկայացրել, որտեղ մասնակցել են 20 հիվանդներ, ում մոտ եղել է էկզոտրոպիա, ավելի քան 35 պրիզմա եւ հիվանդները եղել են 20 տարեկանից մեծ։ Առաջին խումբի հիվանդների մոտ, որոնք 11-ն էին, նախավիրահատական փուլում ֆուզիան եղել է նորմալ եւ նրանց բոլորի մոտ բինոկուլյար տեսողությունը վերականգնվել է։ Երկրորդ խումբը 5 պացիենտներն են, այստեղ ունեցել ենք ֆուզիայի թերացում, ֆունկցիայի իջեցում, այստեղ 80%-ի մոտ է վերականգնվել եւ երրորդ խումբը պարադոքսալ դիպլոպիայով պացիենտներն են, այստեղ վերականգնվել է միայն 50%-ի մոտ երկաչյա տեսողությունը։ Որպես ամփոփում նշեմ, որ բինոկուլյար տեսողության մեխանիզմների իմացությունը օգնում է շլությամբ հիվանդների ճիշտ կառավարման համար եւ նախավիրահատական փուլում կարևոր է ֆուզիայի պոտենցիալի թեստերի իրականացումը, որպեսզի զերծ մնանք հետվիրահատական դիպլոպիայի զարգացումից եւ ճիշտ կառավարենք եւ պլանավորենք վիրահատության ընթացքը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, այստեղ կուզենամ մի փոքրիկ բան ընդգծել, որ յուրաքանչյուր ակնավուր, երբ պացիենտին ընդունում է, առաջին հերթին հատկապես փոքր տարիքից անհրաժեշտություն է համարում պայքարել պացիենտի բարձր տեսողության համար, երկու աչքերում ունենալ բարձր տեսողություն, դա լինի ակնոցով, կոնտակտային լինզայով, ցանկացած կորեկցիայով, եւ երկրորդը հասնել դրան, որ զարգանան
անհատի մոտ զարգանան այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսին է օրինակ երկաչյա տեսողությունը եւ տարածական տեսողությունը։ Եթե տեսողության սրությունը ընդամենը աչքերում մեկական ամբողջ է, դա չի նշանակում, որ պացիենտը լիարժեք առողջ է։ Եթե չունի երկաչյա տեսողություն, եթե չունի տարածական տեսողություն, բնականաբար արդեն թերի է այն ֆունկցիան, որը ապահովում է երկու առանձին աչքերում մեկական ամբողջական տեսողություն։ Կարող է ունենալ պացիենտը 40 աստիճանի էզոտրոպիա կամ ներողություն 80 պրիզմային դիոպտրիա էզոտրոպիա կամ էքսոտրոպիա, բայց յուրաքանչյուր աչքերում ունենալ մեկական ամբողջ 100 տեսողություն, բայց դա չի նշանակում, որ ակնաբուժական առումով պացիենտը լիարժեք առողջ է։ Եվ երկրորդը այստեղից այդ ուսումնասիրությունները մեզ նաև հնարավորություն են ստեղծում գաղափար կազմել եւ դիագնոզել մի նազալոգիա, որը կոչվում է երկտեսություն, դիպլոպիա։ Ինչքանով է դա ակնային, ինչի հետևանք է այդ երկտեսությունը, երբ է զարգացել մեխանիզմը երկտեսության, որովհետև եթե չգիտես երկաչյա տեսողության մեխանիզմը, պացիենտը դրանից առաջ ունեցել է թե ոչ, դատել նրա հետագայում նրա պատճառը երկտեսության պատճառի մասին շատ ավելի դժվար կլինի։ Այդ իսկ պատճառով իհարկե անհրաժեշտություն եմ համարում նաև այս ոլորտի նաև հիշեցումը գիտելիքների թարմացումը մեր գոլեգաների, ակնաբուժների, որովհետև երկաչյա տեսողության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս խոսել տարբեր նազալոգիաների մասին եւ գաղափար կազմել հետագայում երկաչյա տեսողության խաթարման կամ երկտեսության առաջացման պատճառների մասին։ Շնորհակալ եմ իհարկե եւ սիրով կլսենք դոկտոր Ստեֆանի կարծիքը։ Okay, again, Կրկին, as with the first ինչպես եւ առաջին զեկույցի դեպքում, սա պարզապես հոյակապ հրաշալի զեկույց էր, ես մեծ հաճույք ստացա որոշ բաները նորից սովորել եմ։ Ես ինչ որ բաներ նույնիսկ մոռացել եմ էրանտոմիայի մասին։ Միակ բանը, որ ես կուզեի շեշտել կլինիկական տեսանկյունից, որ մենք ունենք քննարկումներ սուբտրեսիայի մասին եւ ERC-ի մասին եւ դրանք իրապես ախտահարում են այն, թե ինչպես ենք դուք անցնում վիրացում եւ դա տարիք կախյալ է օրինակի համար, եթե ունենք էզոտրոպիա դեպքում սուպրեսիոն սկատոմաները կենտրոնական սովորաբար երբ որ անում եք վիրահատությունը դուք ուզում եք տեսնել հետ վիրահատական արդյունքներ ունել ինչքան հնարավոր է ուղղակի մենք Թե ունեք ընդմիջվող էզոտրոպիա, դա մեկ այլ խնդիր է։ Սովորաբար այն զգացում է այն դուք ավելի քիչ ամբլիոպիա ունեք, եթե այն ընդմիջվող է եւ սուպրեսիան սովորաբար ռետինայի կեսով է եւ աչքը մի փոքր դեպի կողք է փախնում եւ երեխան սովորաբար չի գանգատվում դիպլոպես, որովհետեւ հեմիրետինան սուպրեսիա ենթարկված, բայց երբ որ դուք վիրահատում եք երիտասարդ երեխայի մոտ կամ եթե դեռահասի մոտ եք դա անում, դուք ուզում եք այնպես ան որպեսզի վիրացությունը չափից շատ անի շեղումը նույնիսկ դարձնի էզոտրոպիկ, որովհետև նրա չսուպրեսված ռետինան հետ վիրահատական շրջանում նա կունենա որոշակի դիպլոպիա, սակայն պլաստիկությունը այնքան լավը կլինի, որ այդ դիպլոպիան մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնվում է եւ այն ի սկզբանե դիտվող սուպրեսիան անդրադառնում է եւ եթե դուք նույն մոտեցումը անեք մեծահասակի մոտ եւ դուք տեսաք, որ կան մեծահասակներ էզոտրոպիա եւ ես մտածում որ որոշ պացիենտներ ունեին որոշ այդ մեծահասակներից ունեին այդ միջվողը նրանց սուպրեսիան շատ ավելի կայուն է թե դուք չափից շատ անեք կորեկցիա մեծահասակի մոտ եւ փորձեք ակտիվ ռետինայի մեջ դա տեղավորեք նա կունենա դիպլոպիա, սակայն պլաստիկությունն է կորում է եւ դիպլոպիան կարող է շարունակաբար մնալ Եվ երբ որ դուք փորձում եք էքսոտրոպիա մեծահասակի մոտ եք աշխատում, մի արեք գերկորեկցում Եվ նույնիսկ կոսմետիկ կերպով դա այդքան էլ գերազանց չի լինի, բայց դուք ունեք շատ ավելի քիչ խնդիրներ դիպլոպիայի հետ, սակայն ավելի երիտասարդ պացիենտների մոտ դուք փորձում եք գերկորեկցել, որպեսզի ունենաք ավելի լավ ֆուզիա բինոկուլյար զոնայում։ Պարզապես զգուշավոր եղեք հետ վիրահատական դիպլոպիայի վերաբերյալ, երբ որ ունեք գերկորեկցված էզոտրոպներ։ Մեծ էքզոտրոպիաների ժամանակ մեծ անկյունով առաջարկվում է պացիենտներին էտապային վիրահատություն։ Մեկ քայլ, մեկ էտապ, ոչ լիարժեք կորեկցիայով շլության, հիպոկորեկցիայով
Հետո հաջորդ քայլը որոշ ժամանակ հետո մոտավորապես 6 ամիս անց կատարել երկրորդ էտապը վիրահատության, որպեսզի խուսափենք ավերադարձ եկտեսությունից։ Ի տարբերություն երեխաների, այ մեծերի համար այդ պրակտիկան աշխատում է եւ փորձում ենք դրանով խուսափել անվերադարձ դիպլոպիայից եւ օվերկորեկցիա չանենք, անկյունը լիարժեք չվերացնենք եւ անցնենք հակառակ եւ երկրորդը չունենանք անվերադարձ եկտեսություն։ Այդ իսկ պատճառով մեծ անկյուն էկզոտրոպիաների ժամանակ էտապային վիրահատական թերապիա ենք անում, բուժում։ Մեկ քայլ, ասենք օրինակ ռեցեսիաներ ենթադրենք դրսային ուղիղ մկանների, հետո որոշ ժամանակ անց անկյունը պակասելու դեպքում կատարել ռեզեկցիաներ արդեն ներսային ուղիղ մկանների կամ մեկ աչքում, հետո մյուսում, կախված անկյունից եւ կախված ինչ ակնկալիքներ ունենք պացիենտից, տեսողության սրությունից, տարիքից։ Երեխաների մոտ դա իհարկե դրանց պլաստիկության հաշվին կարողանում են դրանով նրանք մեզ օգնում են, փորձում են ապահովել մեր աշխատանքի, այսպես մի փոքրիկ անգամ ավել կամ պակաս արդյունավետությունը, իհարկե կատակով, չակերտավոր, միայն նրա համար, որ նրանց մոտ պլաստիկ կապերը արտահայտվում են եւ հնարավորինս իրենք շտկում են այն փոքրիկ օվերկարեկցիան, որը կարող է հանդիպել իրենց։ Իսկ մեծերի մոտ մեծ քննություն ենք տալիս դրա դիմաց։ Համաձայն եք թե ոչ։ Yes, completely. Այո, ամբողջապես համաձայն եմ։ Շնորհակալ եմ։ Հիմա այստեղ հարց ունեմ, դիմել են մեզ Մանե Մոսինյան, ասում է ինչ կանեիք 13 տարեկան երեխայի համար ինչպես կվարվեին, որի մոտ ախտորոշվել է բնածին կատարակտա։ Իհարկե բնածին կատարակտան կարող է լինել կետային, կարող է լինել տոտալ դիֆուզ։ Նայած 13 տարեկանը, եթե չի վիրահատվել, պատճառները կարող են 13 տարեկան երեխայի մոտ այնպես է ոսմյակը պղտորում այնպիսին է, այնպիսի տեսակ է կատարակտայի, որը կարող է բերել անվերադարձ տեսողության, այսինքն ամբլիոպիայի առաջացման, իհարկե բնականաբար ցանկալի չէ եւ լավ չէ։ Իսկ եթե կենտրոնական փոքրիկ կետային կատարակտա է, որը չի անդրադառնում նրա ոչ մի տեսողական ֆունկցիայի վրա, տեսողության սրությունը մեկ ամբողջ է, երեխան բացարձակապես չի զգում այդ կետի պղտորության արկայությունը, միայն կպահենք հսկողության տակ։ Իսկ եթե արդեն վտանգ կա տեսողության իջեցման, խաթարման, կապ չունի, որ տարիքում է լինի, պետք է վիրահատել, անպայման հնարավորություն տալ երեխային, որպեսզի վերականգնի հնարավորինս պոտենցիալ տեսողական ֆունկցիաները։ Կախված է իհարկե ոսմյակում պղտորման բնույթից։ Սա է իմ պատասխանը։ If it's a small cataract, Եթե դա փոքր կատարակտ է եւ եթե դա նշանակալի չէ, ես կթողնեմ դա, բայց պարզապես կհետևեմ, եթե դա ավելի վատն է, ես կփորձեմ աշխատել նրա հետ, եթե դա ամբողջական կատարակտ է, եւ եթե մենք չենք տեսել երեխայի մինչեւ որ նա 13 տարեկան էր եւ եթե նիստակում կա աչքում եւ եթե մեկ աչքում է, ես հորիցը վիրահատություն չեմ անի։ Սակայն եթե 13 տարեկան պացիենտ է, ով ունի ամբողջական կատարակտ, երկու աչքում են, ես միգուցե կանեմ վիրահատություն, որպեսզի ունենանք ցանկացած տեսակի բարելավում, բայց իհարկե չեմ վիրահատի մոնոկուլյար տոտալ կատարակտի դեպքում 13 տարեկանի մոտ, ում մոտ որ կատարակտը անմիջապես ծնունդից հետո արկա է եղել։ Անկեղծ ասած, ես կօգնեի նաև եթե մոնոկուլյար կատարակտա լիներ, կփորձեի անպայման կառաջարկեի վիրահատություն, թեկուզ նրա համար, որ կոսմետիկորեն այդ սպիտակ բբի ֆենոմենից դուրս գալ պղտոր ոսմյակից, որը կարող է հետագայում ճնշումը բարձրացնել աչքի, պատճառ լինել տարբեր տեսակի նաև ներակնային փոփոխությունների, ամեն դեպքում պետք է առաջարկեի վիրաբուժական միջամտություն, որպեսզի հնարավորություն տայի թեկուզ լուսային ճառագայթները հասնեին դեպի երեխայի աչքի հատակ եւ առիթ լինեին, ստիմուլ լինեին զարգացնելու երեխայի ինչքան հնարավոր է տեսողական ֆունկցիան։ Թեկուզ մոնոկուլյար, եթե դա վիրահատության ենթակա է։
Իսկ եթե այնպիսին է կրկնում եմ, որը գետային կատարակտա է, որի երեխան ընդհանրապես չի զգում եւ իր կյանքի վրա իր ուսուցման process-ի եւ ընդհանրապես ոչ մի բանի չի անդրադառնում, իհարկե պահում ենք հսկողության տակ։ Շնորհակալություն։ Ես այստեղ կուզենայի նաև ձեզ հարցնել դոկտոր Ստիվեն, իսկ դուք ինչ կասեք, եթե երեխան ունի ամբլիոպիա եւ անհնար է, որ չի կարողանում ծնողը խնդրել, օգնել, որպեսզի երեխան փակի աչքը։ Չի կարողանում փակել երեխան աչքը, համաձայն չէ այդ թերապիային։ Ունենք մոնոկուլյար ամբլիոպիա, տեսողությունը ընդամենը սրությունը ընդամենը 10% եւ երեխան չի փակում աչքը։ A very real problem. Շատ իրական խնդիր է պեդիատրիայում, բիսմակ կամ եթե ռեֆլեկտիվ ամբլիոպիա, որտեղ ես կմտածեի երկարաձգված բուժումը կօգներ, քան դեպրեսիոն ամբլիոպիայի ժամանակ ես հավանաբար ես կօգտագործեի պենալիզացիա տրոպինով, որովհետև ես գիտեմ, որ դա այդքան լավ չի աշխատում, բայց եթե ես չունենայի որևէ հաջողություն կոմպլայանսի առումով, եթե երեխան չի համագործակցում պատճով, եւ եթե ընտրությունն է պարզապես թողնել ինչպես որ կա կամ փորձել ատրոպին, ես կփորձեի ատրոպին, բայց դա շատ մեծ խնդիր է, իրական խնդիր է, եւ ես լավ լուծում չունեմ, պարզապես կարելի է նորից սովորեցնել ծնողներին, ինչքան հնարավոր է շատ, բայց երբեմն նույնիսկ ամենալավ միտք ունենալով դա հնարավոր չի անել, որովհետև երեխան միգուցե կարող է ունենալ հիպերակտիվության խնդիրներ եւ դրա պատճառով պարզապես չի ստացվում կոմպլայանսը ապահովել եւ բաչերով ապահովել։ Դուք փորձում եք անել ինչքան հնարավոր է, ինչ որ հնարավոր է։ Այո, ատրոպինը կանեի։ Անկախ նրանից, թե արդյոք կլինի միոպիկ, թե ոչ։ Իսկ ինչ կասեք պենալիզացիայի մասին, դուք համարում եք դա ալտերնատիվ, պրակտիկ ալտերնատիվ միջոց ամբլիոպիայից ազատվելու, պրակտիկ ձեր տարիների փորձից։ Իմ կարծիքով դա այդքան էլ էֆեկտիվ չէ, ես սովորաբար չեմ օգտագործում այն որպես առաջնային եղանակ, օգտագործում եմ այն երբ որ պաչինգը չի աշխատում, ես չեմ կարծում, որ դա արդյունավետ է, կարծիքները տարբերվում են, իմ որոշ գործընկերները ավելի դրական կարծիք ունեն սրա մասին, բայց ես սովորաբար այն օգտագործում եմ որպես վերջին մոտեցում։ Ես էլ համաձայն եմ, որովհետև նախ երեխաների ակոմոդացիայի հնարավորությունը այնքան մեծ է, որ ինչքան բարձր դիոպտրիայի ապակի պետք է դնես, որ պատժես այդ աչքը, լավ տեսնող աչքը, որպեսզի աշխատի թույլ աչքը։ Մի քիչ շատ կիրառելի չէ, եւ այս տարիների ընթացքում ես չեմ փորձել պենալիզացիայով ամբլիոպիա բուժել։ Մյուս հարցը դոկտոր Սևեն, դուք ինչ կասեք, երբ որ ընդունված է ասել կարճատեսության ժամանակ, բացի ակնոցներից, ընդունված է կիրառել ատրոպինի կաթիլներ, ասենք 0,01% ակոմոդացիայի լարվածությունը հանելու համար։ Բացի ակնոցային կորեկցիայից, բացի խորհուրդներից, բացի դասական բոլոր խորհուրդներից, ինչ կարծիքի եք երկարատև ատրոպինի կաթիլների կիրառման մասին։ That's a topic Այո, դա մի թեմա է, որ ես ինքս անձնապես շատ հետաքրքրված եմ եւ ես կարծում եմ, որ իմ գործընկերների մեծ մասը այդքան էլ չեն աջակցում դա, իմ անձնական կարծիքն այն է, որ եւ իր շատերը դրա հետ համաձայն չեն։ Ես մտածում եմ, որ նույնիսկ ցածր դեղաչափով արդյոք մենք ամբողջապես վստահ ենք, որ սրա ամբողջ 1% ատրոպինի օգտագործումը ինչ որ ձևով չեն հանգեցնի որոշակի տեսակի խնդիրների, երբ որ երեխան 30-40 տարեկան է։ Արդյոք մենք գիտենք, որ որևէ խնդիր չի լինի եւ պատասխան, որ ես ստանում եմ, ինձ ասում են, որ այդ ցածր դեղաչափով մենք չենք կարծում, բայց ես անձնապես ես բավարար չեմ այդ պատասխանով եւ ես խորհուրդ չեմ տալիս ատրոպինիզացումը եւ նույնիսկ ցածր դեղաչափով եւ նույնիսկ շնորհիվ նրան, որ Սինգապուրի հետազոտությունների արդյունքները որոշակիորեն դրական են եւ գործընկերների շատերը խորհուրդ են տալիս այն, ես ինքս խորհուրդ չեմ տալիս, ես խորհուրդ եմ տալիս որ երեխաները ովքեր ունեն անամնեզ, որպեսզի նրանք դրսում պարզապես ժամանակ անցկացնեն եւ
պերիֆերալ դեֆոկուսի կոնտեքստ իրականացնեն, եթե կարող են լինզաների հասանելիություն ունենալ դեֆոկուսացնող գոնե անեն, բայց դրանք չեն վնասում, բայց լավ է օգտագործել եւ մասնապես խորհուրդ եմ տալիս չօգտագործել ատրոպինը այդպես, որովհետեւ դա կարող է կորնեալ ռեշեյփինգի բուժում իրականացնել եւ դա նույնպես ընդարձակ էին գործընկերի մոտ խորհուրդ չեմ տալիս ատրոպինը Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, ես ինքս էլ չեմ իմ գոլեգաների հետ միասին առանձնապես շատ չենք ընդունում երկարատև ատրոպինի կիրառումը, որովհետև ի վերջո ատրոպին է թույլ դոզա, թե բարձր դոզա, ուն կարող է ունենալ իր կողմնակի ազդեցությունը։ Եվ վերջին հարցը, դոկտոր Ստիվեն, ուղղակի կուզեմ իմ այն բոլոր գոլեգաները, որոնք լսում են մեր այս երեկո այս հանդիպման նաև մասնակիցներն են, կուզեն նաև իրենք լսեն ձեր փորձի մասին։ Դուք ինչ կարծիքի եք գիշերային լինզաների մասին։ Again, what we call orthokeratology. Մենք կոչում ենք օրթոկերատոլոգիա կամ corneal reshaping, դուք միոպիայի բուժման մասին եք, չէ՞ խոսում։ Այո, պարզապես միոպիկ ռեֆրակցիա բուժման համար եւ կրկին որպես առաջարկություն ես իմ փոքր բացական եմ, սրա վերաբերյալ ես ինքս դա չեմ անում, որովհետեւ միակ երեխաները ում ես դա խորհուրդ եմ տվել անել, դա այն երեխաներն են, ում մոտ որ կորնեալ խոցեր են զարգանում կամ այլ սպիեր են զարգանում, իմ սեփական կարծիքն այն է, որ դա անվտանգ չէ։ Տեսական եւ փաստացի տեսանկյունից անվտանգ չէ եւ եղջերանին եթե սպիանում է եւ դարձնավետ չէ, ես կարծում եմ, որ երբ որ երեխան մեծանում է, եթե նա նախընտրում է լազիկ իրականացնել կամ վիրահատություն, ես կարծում եմ, որ լազիկը անկանխատեսելի արդյունք ունենա այն աչքում, որ ունի օրթոկերատոլոգիա եւ ես կրկին խորհուրդ կտամ իմ պացիենտներին չանել դա Եվ եթե դուք միոպիա եք զարգանում, եւ եթե մեծահասակ եք, ուզում եք ինչ-որ բան անել, այդ ավելի լավ է անեք ռեֆրակտիվ վիրահատություններ, հասանելի վիրահատություններից մեկը, որը որ մենք ավելի լավ գիտենք, որից ավելի տեղյակ ենք, փորձում ենք չանել այնպիսի բան, որը որ կվնասի երեխայի աչքը, երբ որ նրանք արդեն մեծահասակ են, երբ որ մեծահասակ են, եկեք թույլ տանք, որպեսզի իրենք որոշումը կայացնեն միոպիայի մասին։ Շնորհակալ եմ, իսկ ընդհանրապես մանկական ակնաբուժները Միացյալ Նահանգներում սիրում են օգտագործել, թե դա ընդունված է, որ շատ չի կիրառվում։ Այստեղ պեդիատրիկ օֆթալմոլոգներ չեն անում corneal reshaping, նրանք անում են ատրոպինը, corneal reshaping-ը իրականացում են մեր գործընկերներով, ովքեր որ օպտոմետրիայով են զբաղվում եւ մենք ունենք որոշակի մասնագիտական անհամաձայնություն օպտոմետրիստների հետ եւ պեդիատրիկ օֆթալմոլոգների մեծ մասը չեն անում corneal reshaping։ Ահա, դոկտոր Ստիվեն, մենք շնորհակալ ենք այսօրվա համար, որ մեզ ձեր ժամանակը տրամադրեցիք եւ սիրով ձեզ ուզում ենք հրավիրել աշնանը մեր միջազգային կոնֆերանսին ակնաբուժների, որը կկայանա Երևանում։ Thank you very much. Շատ շնորհակալ եմ, թույլ տվեք ես խոսեմ գործընկերների հետ եւ հոյակապ մի խումբ է մասնագետների, ովքեր որ կոորդինացրել են ձեզ հետ, ես կարծում եմ, որ այն հիմնադրված է դոկտոր Ռաջոնիսյանի կողմից է հիմնադրված եւ հիմա Ջոն Հովանեսյանն է միացված Նաև կոորդինատորն է, ես տարիների ընթացքում ես նրանց հետ խոսել եմ, որոշ աշխատանքի վերաբերյալ, որ մենք բոլորս արել ենք եւ ես մի փոքր ավելի տարիքով եմ հիմա եւ այդքան էլ հեշտ չէ իմ ճանապարհորդություն կազմակերպել, բայց շատ շնորհակալ եմ եւ ես դա կքննարկեմ Ջոնի հետ սիրով։ Հիմա հարգելի գոլեգաներ, ես ուզում եմ նորից այդ նույն հարցերը ընթերցել եւ սիրով սպասում եմ ձեր հարցերի պատասխանին եւ նաեւ շատ հետաքրքիր է տեսնել ինչ նյութերի ներկայացնելը եւ հետո ինչպիսի տարբերություն կա ձեր պատասխանների միջեւ։ Բինոկուլար տեսողության թեմայի շուրջ, որտեղ է կատարվում ֆուզիան։ Երկրորդ հարցը, որ տարիքում է ավարտվում տեսողական նյարդատելերի միելինիզացիան։ Եվ երրորդ հարցը, նշի շլության տեսակը, շեղման անկյունը փոփոխական է, կախված է հայացքի դիրքից, բնորոշ է դիպլոպիան, երկրորդային անկյունը ավելի մեծ է։ Ինչու է ուղեղը անտեսում կամ ճնշում ամբլիոպիկ աչքից ստացվող ազդակները մրցակցային գործընթացի ժամանակ։
Ամբրիապիայի ժամանակ ինչ փոփոխություններ են տեղի ունենում գլխուղեղում։ Ինչքան արդեն երևում է, բավականին ակտիվ մասնակցություն է եղել հարցերի պատասխաններին։ Իհարկե, այդ բոլորը իմի կբերվեն։ Շնորհակալություն այս երեկոյի համար, շնորհակալություն բոլոր մասնակիցներից։ Կարծում եմ, ինչ որ բան փորձեցինք թարմացնել ձեր հիշողություններում եւ ձեր գիտելիքներում։ Շնորհակալություն։